Երևի դուք երեք հիշում եք, որ ես ասացի, որ Նյու Յորքի մահմեդական քաղաքապետը ի տարբերություն քրիստոնյա Թրամփի, այն որ եկել էր քրիստոնյաներին փրկել է ամբողջ աշխարհով։ Հիշում եք, չէ՞, ոնց էին մեզ սկուտերի վրա մատուցում։ Ամերիկյան Նիկոլը սկուտերի վրա մեզ մատուցում էր, որ ինքը եկել է աշխարհի քրիստոնյաներին փրկելու, այս այլասերվածներից ազատագրելու, այդ գլոբալիստներից բանեն, որ ասում են դեմոկրատները գլոբալիստ են, մարդակեր են, բարձրացվեց ինքն է։ Հա? Ինքը մերժում է այո ցեղասպանությունը եւ մահմեդական Զորան Մանդանին Նյու Յորքի քաղաքապետը, եւ հիշում եք, ես բարբերաբար իրեն անդրադարձել եմ, որ ասում է, որ Նետանյահու մտավ Նյու Յորք, ինքը պետք է ձերբակալի անպայման, ինքը երեք դատապարտել է ցեղասպանությունը, հիշել է 1920 թվականի թուրք-ադրբեջանական հարձակումը Հայաստանի վրա, հիշել է 1923 թվականի Արցախի էթնիկ զտումները, որի արդյունքում հարազարավոր արցախցիներ մնացին անօթևան, եւ այսպես չուշացավ այսօր պատասխանը, եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը դատապարտում է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը, որ նման բան ա։ Տեսեք ինչ է կատարվում։ Ուրեմն թուրքերը մեզ մեղադրում են ցեղասպանության մեջ, Նիկոլ Փաշինյանը մեզ մեղադրում է ցեղասպանության մեջ, Ալիևը մեզանից ուզում է պատժել Թուրքիայի դրոշը վարողներին, Ադրբեջանի արտգործնախարարն էլ հարձակվում է Նյու Յորքի քաղաքապետի վրա, դատապարտելով դրան։ Դե իրախություն մեզ Նյու Յորքի քաղաքապետը իրաց համար շատ անձեռնմխելի մարդ է, շատ, որտեղ Նյու Յորքը դա բան չի, երրորդ մասը չի, ոչ էլ Երևանն է։ Հա, որի վրա ինչ-որ ճնշման գործիքներ ունենան։ Նյու Յորքի քաղաքապետը դա շատ ավելի ծանր, ավելի լուրջ պաշտոն է, քան Ադրբեջանի նախագահը։ Ամեն ինչով։ Հետևաբար իրա կներեք ոտերին էլ չի, այնտեղ Ադրբեջանի ինչ որ արտգործնախարար իրեն ինչ կասի։ Ինքը նույն բանն ասում է Թրամփին, նույն բանն ասում է աշխարհի գերտերության, կներեք, աշխարհի գերտերությանը վերահսկող Նետանյահուին։ Ասում է նա ցեղասպանը, նա որ եկավ Նյու Յորք, ես ձերբակալել եմ։ Ով է Ալիևը կամ իր արտաքին գործերի նախարարը, որ ինչ որ ձևով ազդի Զորան Մամդանիի կարծիքի վրա։ Նորից կրկնեմ, Զորան Մամդանի մահմեդական է։ Իսկ ԱՄՆ նախագահ քրիստոնյա։ Այն էլ ինչ քրիստոնյա։ Ինքն իր ասելով ինքը սուրբ է, ինքը Քրիստոսի ներկայացուցիչն է երկրի վրա։ Այո, ինքն է ցայնա ներկայացնում, չէ՞։ Որը մերժում է ցեղասպանությունից մահմեդական Զորան Մամդանի ոչ միայն ցեղասպանության մասին խոսեց, այլ նաև 20 թվականի պատերազմի եւ էթնիկ զտումների մասին։ Որ ջանքերին, որ ցեղասպանության մասին չխոսվի ընդհանրապես, հա, բայց չի ստացվում, որովհետեւ մի հատ Քիմ Կարդաշյան իր ամբողջ մի քանի տասնյակ միլիոնանոց լսարանին մի խոսք ասելով տասնյակ հազար անգամ ավելի շատ ազդեցություն ունի, քան Փաշինյան ճիվաղը իր ողորմելի քպայականների պատկանող սոցցանցերով, թերթերով տարածելով է։ Դա ազդում է ընդհանրապես մի շատ չնչի ուղեղի հետ խնդիր ունեցող մասաների վստահ եղեք։ Դա չի հասնում աշխարհին։ Մի հատ թվիթ, մի հատ post Քիմ Կարդաշյանի կողմից 1000 անգամ ավելի էֆեկտիվ է եւ ազդեցիկ, քան ասում ամբողջ ԿՊ-ը իր ամբողջ մեդիա ռեսուրսներով։ Եվ ինչ ասում Քիմ Կարդաշյանի տարբերություն ճիվաղի, ասում է հայ լինելը մեծապես ազդել է իր աշխարհընկալման վրա։ Դա իմ էության եւ դասիրակության մասն է կազմում։ Ընտանիքիս հետ Հայաստան այցելել է կյանքիս ամենազդեցիկ փորձառություններից մեկն էր, եւ այն խորացրեց իմ կապը արմատներից հետ, այնպես, ինչպես ես ամեն օր կրում եմ ինձ հետ։ Գնալու։ Ես հիշացնեմ, որ 1 տարի առաջ, եւ բոլորս հիշում ենք, Լոս Անջելեսում ինչ հրդեհներ էր, ինչ սոսկալի հրդեհներ, մարդիկ կորցնում էին տները, շատ-շատերը կորցրեցին տները, եւ այդ ամբողջ ընթացքում այն մարդիկ, որոնք տեղափոխվել են հյուրանոցներ, որտեղ չունեին կացարան, նրանց օրական 3 անգամ միասնունդով ապահովում էր հենց Քիմ Կարդաշյանը։ Եվ որ հարցրել են ինչու ես տանում, սերերից լավ գիտեմ ինչ է նշանակում տուն չունենալ, փող չունենալ եւ սոված լինել։ Դե իմ ընտանիք անցել է դրանից։ Այսպիսին է հայը լինում։ Անկախ նրանից Երևանում, Լոս Անջելեսում, Սիդնեյում, որտեղ ուզում է լինի։
Այսպեսին է հայերի։ Այսօր ես ստացա այս կլիպը իմ ընկերներից կարող եմ ասել մեկի կողմից, սա պատրաստված է տեսնում եք արդեն ռուսական արտիստներն են արել, այսինքն comedy production-ի երկու հայերի, այլ շիշտ մեկ հայերի ստեղծած production-ի Արտուր Ջալիբեկյանի շուրջ հավաքված արտիստներն են, որոնք համարվում են Ռուսաստանում top արտիստներ, ամենաճանաչված արտիստները, եւ նրանք այսպես սրբում են 24 апреля. Боль и страдания. 24 апреля 1915 года. Геноцид армян в Османской Турции. Миллионы сердец перестали биться. Миллионы сердец перестали любить и мечтать. Миллионы сердец перестали радоваться жизни и тянуться к солнцу. Миллионы сердец перестали биться той страшной весной. Замолкли голоса, закрылись глаза. Навсегда. 24 апреля 1915 года. Տեսեք, մի հայ Ամերիկայում, մի հայ Ռուսաստանում իրանց ներուժը բավական է, որ այս ամբողջ պետական կեղտոտ քարոշչամեքանան ծածկի։ Երկուսն էլ հայ անհատներ, մինչև առիթից օգտվելով ուզում եմ երկուսն էլ շնորհակալություն հայտնել մանավանդ Արտուր Ջալիբեկյանին, որովհետև ես գիտեմ, թե ինչ առանց գովազդելու ինչ կարևոր մասնակցություն ունենում ինքնազգային գործերի մեջ։ Երբ որ ես 17 թվականին 2017-ին կարծեմ Սակրամենտոյում էի, ես այցելեցի Վիլյամ Սարոյանի երկու տներն էլ, մանկության եւ հետո դառնալ տուն թանգարան։ Ես իմացա, շատ վատ վիճակում էին այդ տները դեռ։ Ես իմացա, որ Արտուր Ջալիբեկյանն է գնել այդ տները, որ վերանորոգի։ Ես չգիտեմ ճիշտ ասած, նրանց հետո չեմ հետևել ինչա կատարվում, բայց ես վստահ եմ, եթե գործարքը կատարվել է, անպայման այնտեղ մի հրաշալի բան է բացված կլինի իմ կարծիքով, խնդրում եմ գրեք ովքեր ինֆորմացիա ունեն։ Բայց դրանից բացի այն ինչ որ անում Արտուր Ջալիբեկյանը հայկական մշակույթի, ազգային մշակույթի համար առանց ավելորդ խփելու, գովազդելու, այդ զանգերը խփելու, ես գիտեմ եւ դրա համար հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել։ Եվ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մեր ազգի համար ինչ որ մի կարևոր բան են անում։ Ես ամբողջ կյանքում սիրել եւ գնահատել եմ բոլոր նրանց, ովքեր ոչ թե ինձ համար են ինչ որ մի բան արել, այլ իմ ազգի համար։ Եվ ում անունը որ ես չեմ նշում, բայց իրենց մասին չգիտեմ եւ իրոք ինչ որ գործ են անում, մեր ընդհանուր ցավը մեղվելու եւ ընդհանուր նպատակին հասնելու համար բոլորին շնորհակալություն եմ ուզում հայտնել։ Եթե հիշում եք, երեք Փաշինյան Նիկոլը շատ նեղված էր Ադրբեջանի դրոշը վառելու համար, այդ կներ Թուրքիայի։ Եվ Ադրբեջանն է պահանջում պատասխանատվության ենթարկել Թուրքիայի դրոշ այրողներին։ Հասկացաք, ոչ թե Էրդողանը։ Ադրբեջանն է պահանջում, Ալիևը պահանջում է պատասխանատվության ենթարկել Թուրքիայի դրոշը այրողներին։ Եվ ես չեմ զարմանա, եթե ինչ որ մի օր Նիկոլ Փաշինյանի Ենիչերիների ակումբը, որը կոչվում է ոստիկանություն, մի գնա փորձի գտնել եւ բերման ենթարկել, նույնիսկ հոդվածներ գտնել, այդ մարդկանց դատապարտելու համար։ Եթե այսօր չանի վաղն անելու է։ Եթե հանկարծ նա կարողացավ զավթել Հայաստանի իշխանությունը, նա անպայման դա անելու է։ Եվ նման բան